Բարի օր, սիրելի հայրենակիցներ։ Ողջ համայնքը Եվրոպայի եւ կարելի ասել Սփյուռքը վրդոված են հետևելով այն գործընթացներին, որոնք ընթանում են Հայաստանում։ Հատկապես սարսափեցրեց մեզ Արշակ եպիսկոպոսի ձերբակալումը, որը հայտնի է ամբողջ աշխարհի հայության մեջ որպես փայլուն հոգևորական եւ հազվագյուտացնող անձնավորություն։ Ահա այս գործընթացների հետ կապված մենք կարողացանք Եվրոպայի հայկականությունների ֆորումի անունից պատրաստել մի կոչ, որին միացան մի շարք խոշորագույն եվրոպացի գործիչներ, այդ թվում բրիտանացիներ Լորդ Քերի, Քենթերբերի arczepiskopos, որը ինչպես գիտեք Անգլիայի եկեղեցու առաջնորդն է համարվում, ինչպես նաև Լորդ Մարկիս Ռեդինգ, հզոր հոգևորական քրիստոնյա աշխարհում շատ հայտնի դոկտոր պրոֆեսոր Պատրիկ Սուգդեո, մեծ հեղինակություն վայելող այրեր Գերմանիայից, Ավստրիայից, Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուଆ Վիյոնը, Ռոմանո Պրոդին Եվրոմիցիան նախագահ եւ այլն։ Եվ ահա այդ հզոր կազմով մենք պատրաստեցինք մեր կոչը եւ դիմեցինք Եվրոպայի տարբեր պարլամենտների եւ կառավարությունների ղեկավարներին ու անդամներին սատարելու սատանայի դեմ մեր կողմից սկսված արշավանքը։ Հայաստանում այո, գոյություն ունի մի սատանա, որի անունը Նիկոլ Փաշինյան է, որը ամբողջովին իր վրա է վերցրել քրիստոնեության դեմ արշավանքը ու զարմանալիորեն կարողանում է նաև հաջողությամբ թույն սրբանել մեր ազգի մեջ տարբեր շերտերի նկատմամբ, տարբեր շերտերի միջև։ Եվ ահա այդ առումով պիտի ասեմ, որ բավականին արդյունավետ է եղել նրա կողմից կատարված աշխատանքը, նաև մեր ազգի մեծագույն բարեկամներից, օրինակ, քրիստոնյա եղբայրներից Վատիկանի կաթոլիկ աշխարհի դեմ։ Զարմանալի եւ անհավատալի է, բայց մեր հայ առաքելական եկեղեցու մեծագույն բարեկամներից Վատիկանը եւ Հռոմի Պապը այսօր Հայաստանում քննարկվում են որպես ոչ այնքան բարեկամներ։ Սերելիներս 2000 թվականից մեծագույն երջանկահիշատակ այր Հովհաննես Պողոս Պապի այցից սկսած մեր եկեղեցիների միջև բացառիկ բարեկամական հարաբերություններ են հաստատվել։ Եվ այդ բարեկամության հիմնակարը դրել է Հովհաննես Պողոսը եւ մեր Գարեգին II վեհապար կաթողիկոսը։ Ու այդ ավանդույթը փառք Աստծո շարունակվում է մինչև այսօր եւ բոլոր պապերը կրել են Հայաստանի հետ բարեկամության դրոշը։ Վերջին պապը, որի նկատմամբ այսօր Հայաստանում անհասկանալի կարծիքներ է հայտնվում, ընդամենը օրեր առաջ Թուրքիայում Էրդողանի հանդիպումից հետո այցելեց հայ առաքելական եկեղեցի եւ հայտարարեց, որ հայերը ամենախիզախ ազգն են, որոնք տառապել են քրիստոնեության դեմ արշավանքներից եւ չեն դավաճանել քրիստոնեությանը։ Լավագույն էպիթետներով հիշեց մեզ նոր Հռոմի Պապը, որը հետո իր այցը կրկնեց Լիբանան պաշտոնական այցի ժամանակ, հանդիպելով Արամ առաջին վեհապար կաթողիկոսին։ Այնպես որ եթե որևէ մեկը քաջություն ունի հանկարծ բերան բացելու եւ մեր բարեկամ կաթոլիկ աշխարհի դեմ իր կեղծ լուրերը տարածելու, թող հաշվի առնի, որ մենք փակելու ենք նրանց բերանը եւ խոսելու ենք ընդամենը փաստերով։ Չկա որևէ մի փաստ, որևէ մեկը, որ կարողանա լրջորեն բերել ու ասել այս բանի համար
Վատիկանը մեր դեմ է։ Չէ՞ որ Վատիկանի թշնամին ավանդական մի քանի 100 տարի շարունակ բրիտանացիներն են, բրիտանական եկեղեցին են, որոնք բրիտանացիներն են Վատիկանի դեմ գնացել, եւ այսօր բրիտանացիները մեր թշնամիների բարեկամներն են եւ հովանավորողները։ Այսինքն Թուրքիա, Ադրբեջան, Բրիտանիա։ Այս կապը առաջին անգամ չէ, որ մենք ներկայացնում ենք եւ խոսում ենք դրա մասին, եւ բնական է, որ բրիտանացիները ուզեն թե չուզեն պետք է մեր հետաքրքրությունների դեմ հանդես գան, ցավոք։ Եվ ահա նրանք սերմանել են այս խայտառակ fake ինֆորմացիաները, որ Վատիկանը հայ առաքելական եկեղեցուն դեմ է, ոչ, Վատիկանը եւ դուք ընդհանուր լեզու չեք կարողանում գտնել ու մի փորձեք հանկարծ ձեր այդ թույնավոր սերմերը ցանել հայկական հողի վրա։ Ոչ մի եկեղեցու հետ Վատիկանը այդքան սերտ բարեկամական կապեր չունի, ինչպես հայ առաքելական եկեղեցու հետ, նույնիսկ ռուս ուղղափառ եկեղեցու հետ Վատիկանը չունի այդ մակարդակի կապեր։ Խնդրում եմ սա հիշեք եւ խնդրում եմ փակեք անմիջապես նրանց բերանները, ովքեր թշնամու խելք են ընկած եւ անհետ փաստերից ելնելով Նիկոլ Փաշինյանին Հռոմի պապը ընդունեց, հետո ինչ։ Ընդունեց։ Ու դրանից հետո հայտարարեց, որ հայ առաքելական եկեղեցին իրենց մեծագույն բարեկամն է։ Իսկ առաքելական եկեղեցի ասելով նա չի հասկանում Նիկոլ Փաշինյանին, այն հասկանում է Էջմիածինը։ Այնպես որ խնդրում եմ խոհեմություն, համբերություն, մենք լծվել ենք երկիրը սատանայից ազատելու գործին եւ տեղ կհասնենք ոչ հեռավոր ապագայում։ Շնորհակալություն եւ ցտեսություն։